Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Քրիստոս հարյավի մերելոց, օրհնյալ է հարությունն Քրիստոսի։ Հարաճիկա 40 օրերուն մինչև Քրիստոսի երկինք համբարնալը, այսպես պետք է ողջունենք իրարու։ Քրիստոսի հարության շունչով, զորությամբ եւ ավետիսով։ Այսօր սիրելիներ հիշադակ մերելոց է։ Ինչպես գիտեք, մեր եկեղեցվո Սուրբ Հայրերու դնորինությամբ դաղավար 5 օրերու մեծ դոներու հաջորդ օրը մենք գիշադագենք մեր ննչեցյալները, քերեզմանոց կերտանք, խունկ կձխենք, աղոտ կփարսացնենք, խնդրելով Աստուծմե, որ իր ողորմության արժանացնե անոնց հոգիները եւ ոչ թե իր վերադարձին արդարությամբ թադե, որովհետեւ եթե Աստված արդարությամբ թադե, արդար վերապերի մեզի հետ մեր կորձածին համացայն, ապա ովև մեկը չի բրգվիր։ Այլ Աստուծո քութը եւ ողորմությունը կխնդրենք եւ նաեւ ննչեցյալներուն գաբեդենք Քրիստոսի սուրբ ծնունդը, Քրիստոսի սուրբ հարությունը եւ մնացյալ մյուս դոները։ Անցնող դարիներուն սիրելներ, ամեն դաղավար դոնի հաջորդ օրը որ մերելոց է, ես ցեզի խոսած եմ ննչեցյալներու մասին, հավիտենական կյանքի մասին եւ զանազան հարցեր, որ հավատացյալները հարցուցած են ինձի պատասխանած եմ։ Հետևաբար դասնյակներով դեսահոլովակներ պատրաստած եմ այս մասին եւ Աստված որքան որ կյանք տա իմ մինչեւ վերջին շունչս, ամեն անգամ սիրելներ մերելոցներու օ հիշադակի օրերուն ցեզի զանազան հարցեր, որոնք կմտահոգեն հավատացյալին, պիտի բացատրեմ։ Այսօր պիտի խոսիմ ցեզի հետևյալ շատ կարևոր նյութի մասին։ Արդյոք հոգիները, ննչեցյալներու հոգիները գերևին, արդյոք իդ գվերաթարնան։ Այս նյութը շատ կարևոր է, որովհետև դժբախտաբար մեր շրջապատի մեջ դարածված են եւ մեր հայկական ուրեմն իրողության մեջ, կյանքի մեջ եւ նաեւ աշխարհով մեկ քուշակները, մերելահմաները, հարցուկները, վհուկները, անոնք որոնք սիրելիներ գխոստանան մարդոց, որ եթե գուզեք ձեր ննչեցյալ մեկ հարազատին հետ խոսիլ, ձեր օրինակ հորը հետ խոսիլ, ձեր ննչած հորը հետ, ձեր ննչած մորը հետ, ձեր մերած զավգին հետ, թորնիկին հետ, եղբորը հետ եւ այլն, մենք գոքնենք, որ ուղագի գանչենք անոր հոգին եւ խոսիկ։ Եվ դժբախտաբար շատեր տրամ գվճարեն խապվելով եւ գերտան այդ հարցուկներու մոտ, մերելահմաններու մոտ եւ գգարձեմ, որ իրենց մերելները գուքան, իրենց ննչեցյալները եւ անոնց կհարցնեն, որ ինչպես եք, ինչ կնեք եւ այլն եւ անոնք ալ կպատասխանեն։ Ճիշտ է այդպեսին սիրելներ, այդպես ընելը ճիշտ է, նախ բացարձակ կերպով ճիշտ չէ, որովհետեւ Սուրբ Գրքի մեջ բազմաթիվ դերեր Աստված կխոսի, հատկապես 5 դագարանի մեջ, Ղևտացված գրքի մեջ, երկրորդ օրինաց գրքի մեջ, որ հերու գեցեք մերելահմաներեն, այսինքն մերել գանչողներեն, հարցուկներեն, վհուկներեն, օրինակ 5 դագարանի Ղևտացված գրքի սիրելիներ 19-րդ գլխու 31-րդ համարի մեջ դեսեք Աստված ինչ կսե։ Վհուկներուն մի նայեք եւ հմայողներուն բան մի հարցնեք։ Վհուկներուն մի նայեք եւ հմայողներուն բան մի հարցնեք, որբեսի անոնցմով չբղձվիք, ես եմ Տերը ձեր Աստվածը։ Եվ 20-րդ գլխու մեջ սիրելներ 27-րդ համարի մեջ դերը գսե վհուկ կամ հմայող եղողը թե այրը լաթեգին անշուշտ պետք է մերցվի քարերով թող քարգոձեն զանոնք անոնց արյունը իրենց վրա ալա։ Հետևաբար սիրելներ 5 դագարանի մեջ Աստված նույնիսկ մահ գսե պետք է սպանվին այդպիսի վհուկները, գախարտները, որոնք դժբախտաբար մարդիկը գշեղեն։ Ինչու գշեղեն? Որովհետև վհուկները, գախարտները, այս բոլոր սիրելիներ, հարցուկները, մերելահմաները իրականության մեջ երկու բանով գխապեն մարդիկը։ Առաջին, գամ սիրելիներ մարդիկը գխապեն այսպես իրենք իրենց երևակայական նյութերու մասին խոսելով անոնց
եւ մարդոց հավատացնելով իրենց երևակայածը, ինչպես նույնն է քավատ նայողները, բաժակ նայողները, սուրճի քավատ նայողները եւ այլն, եւ գամ սիրելներ ուղագի այս վհուկները, այս հարցուկները գաբի մեջ են չար ոգիներու հետ եւ չար ոգիները իրենց գսեն գտելատրեն ինչ պետք է խոսին։ Հետևաբար Աստված այդպիսի վհուկներ, այդպիսի հմայողներ սիրելներ հերու գվանե եւ գսե որ չհավատակ անոնց։ Արդ վերադառնամ իմ նյութիս մերները գերևին գտեստվին ոչ սիրելիներ մերելերը ննչեցյալները երբ որ այս կյանքի մեջ են գփաժնվին այսին հոգին մարմինեն գփաժնվի այլևս չեն գրնար վերադառնալ մարդու հոգին քանի որ վարժված է մարմնի մեջ ապրիլ եւ որ հոգին դուրս գելե իրեն համար դարօրինակ է դակավին 40 օրեր շարունակ սիրելիներ երկնքի եւ երկրի միջև գտնվող հսկա ուրեմն չար ոգիներու դերությունները գդրելու համար բաբան ռեշտակներ գուքան եւ անոր հոգին կփարսացնեն հետեւաբար 40 օրեր գդեվե որբեսի հոգին այս կյանքեն բաժնվի եւ մյուս ուրեմն կյանքը մտնե եւ ասեմ որ հոգիները նախ այս կյանքի մեջ դակավին հավիտենական կյանք չեն մտներ եւ դակավին անտուն չեն ինար անոնք որոնք անորեն են անհավատ են այլ սիրելներ ժամանակավոր վայր գերտան այդ վայրը գոչենք մենք տրախտ եւ դժոխք բայց անիգա վերջնական տրախտ եւ դժոխքը չեն այսին տրախտը ժամանակավոր ուրախարար վայրն է ուր մաքուր հոգիներ այնտեղ գերտան ապաշխարողներ այնտեղ գերտան Քրիստոսի ավադացողներ այնտեղ գերտան իսկ անօրենները գերտան դժոխք կոչված վայրը բայց երբ որ դեր Հիսուս Քրիստոս կա եւ վերջին թադաստան գդարվի այդ ժամանակ տրախտի մարտիկը դերը պիտի փոխադրե հավիտենական կյանք արքայություն իսկ դժոխքի մեջիները պիտի փոխադրե անթունդ պիտի ուղարկե անթունդ գրագե լիճ հիշեցեք երբ որ Աչագոմյան ավազակը Քրիստոսի խաչելության ժամանակ իրեն ասավ դեր հիշեզիս երբ որ քու արքայության պատկաս Հիսուսին ասավ ճշմարիտ կսեմ քեզի թուն այսօր ինձ հետ պիտի լաս ուր տրախտին մեջ որովհետև դակավին հավիտենական կյանքը բացված չէ սիրելիներ այլ Հիսուս իջավ ուրեմն հոգիով դժոխքը ապերեց այնտեղը քարոզեց հոգիներուն եւ արտարներու հոգիները բերավ տրախտ ժամանակավոր ուրախության վայրը այն վայրը ուր գսպասեն անոնք մինչև Քրիստոսի երկրորդ կալուստը հետևաբար սիրելիներ Աչագոմյան ավազակը այդ տրախտը կնաց հիմա այդ վերադառնամ դարձյալ նյութիս դարբեր փագակի ձեր կփանամ որբեսի ավելի լավ հասկանաք սիրելներ Աստված երեք բաներ մեզի մեր դիմացը ծածկած է առաջին թե երբ պիտի բադահի աշխարհի վերջը երկրորդ մեր մահվան օրը եւ երրորդ դերը արկելած է սիրելներ որ հոգիները իդ վերադառնան այստեղ ինչու որովհետեւ եթե սիրելիներ հոգիները իդ վերադառնային նախ որ դերը փագած է մեր դիմացը որ զանազան բաներ մենք իմանանք մյուս կյանքի մասին անիգա եւ որ մահանանք հոգին իմանա բայց եթե հոգիներ երթային կային սիրելներ չար հոգիները իրենք պիտի օգտագործեին այդ միջոցը եւ ահավոր սդություններ ահավոր վատ բաներ մեզի պիտեսեին ահավոր եւ մենք քայտակղելով կամ շեղելով կամ սայտակելով պիտի ինայինք ոգիներու չար ոգիներու սատանայի խապկանքներու մեջ եւ դժբախտաբար մեր հավատքեն պիտի շեղեինք որովհետև չմոռնաք դեր Հիսուս Քրիստոսը ասավ Հովանու Ավետարանի 8-րդ գլխու 44-րդ համարի մեջ որ սդության հայրը սատանան է այո սատանան սդության հայրն է Պողոս առաքյալը գսե անիգա նույնիսկ հրեշտակի լուսավոր գերբարանքով կներկայանա եւ հետեւաբար իր չար ոգիներն ալ անորամար Աստված արկելած է սիրելներ հոգիներուն որ այստեղ կան եւ ոչ ալ բատմեն մեզի հիշեցեք Հիսուսի բատմած աղքատ Ղազարոսի արագը Ղուգասու Ավետարանի 16-րդ գլխու մեջ երբ դժոխքի գրագին մեջ գայրեր ուրեմն մեծահարուստը դեսավ հայր Աբրահամը եւ դեսավ իր քրգին մեջ Ղազարոսը խնդրեց հայր Աբրահամին որ
Ղազարոսը ղրգե իր եղբայրներուն 5 եղբայր ուներ Դագավին աշխարհի մեջ եւ անոնց աստարարեր, որբես իրենք մաքուր կյանքով ապրեին ու չինային իր վիճակի մեջ, իր նույն վայրի մեջ, բայց ինչը սա Մոսես Աբրահամ ներողություն, ըսա որ անոնք ըսավ մարգարեներու քրություններ ունին, սուրբ գիրք ունին։ Հետևաբար սիրելի եղբայրներ եւ քույրեր, մեր ճշմարտությունը, որ մենք ուզենք գիտնալ, սուրբ գիրքն է, Աստուծո խոսքն է։ Աստուծո խոսքին պետք է հավատալ։ Մեկը չի գրնար երթալ կալ։ Նույնիսկ սուրբ գիրքի մեջ 5 դագարանի մեջ 3 հոգիներ վերագենթանացան, մեկը Եղիա մարգարեի գոմե, ուրեմն Սարեպտայի այրին զավակը, 2 հոգիներ Եղիսեին գոմե, եւ դեր Հիսուս Քրիստոս ալ նոր գդագարանի մեջ 3 հոգիներու հարություն տվավ։ Հայրոսի աղջկան 12 տարեկան աղջկան, Նային քաղաքի Բադանիին եւ Ղազարոսին։ Բայց դերը սիրելներ արկիլեց անոնց այդ ցանկի մասին, հավիտենական ցանկի մասին խոսելու, ինչու, որովհետեւ դերը սիրելներ բարձաբես այդ վերագենթանացումներու այդ հարությանց մեջ են, ուզեց շեշտել եւ սորվեցնել մարդոց, թե հավիտենական ցանկա, թե հարություն կա։ Այդ էր նպատակը դիրոջ, որ հարություն տվավ մարդոց։ Եվ ոչ թե որ անուն կային ու բատմեին զանազան նյութերու մասին։ Մենք ամեն ինչի մասին ունենք սիրելներ դեղեցություն սուրբ գիրքեն։ Մեզի կմնա որ սուրբ գիրքին խոսքերուն համաձայն ապրիլ եւ այդ ժամանակ, երբ որ պատրաստ կլանք ու մահը գուքա, մահը այլևս մեր վրա իշխանություն չունենար։ Մենք այս կյանքեն հավիտենական կյանքին կգանցնենք կամ երևելի այս կյանքեն աներևույթ կյանքին, երկրավոր այս կյանքեն երկնավոր կյանքին։ Հետևաբար բեկչունինք ովևէ մեկը կա կամ չկա։ Եվ ասեմ այսօր դժբախտաբար շատ հաճախ հավատացյալներ գսեն երազիս մեջ ասիգա դեսա, երազիս մեջ ադիգա դեսա, շատ լավ։ Մեկ հարազատը դեսած են ընչեցյալ այդ տեսած եւ այլն, մեկը գտեսնե որ լուսավոր հակեր է, մեկը գտեսնե որ հանգիստ է, մեկը գսե որ ես հանգիստ եմ, մեկը գսե որ ես վատ վիճակի մեջ եմ, սիրելներ, նախասեմ։ Սատանան միշտ կրնա չար ոգիներու միջոցով զանազան սիրելներ խապկանքներ ստեղծել։ Այո, խապկանքներ ստեղծել, ըսկուշը լան։ Մենք աղոթենք մեր ննչեցյալներուն համար, աղոթենք որ Աստված ինչպես ասի իր ողորմության իր քութին արժանացնե։ Բայց ըսկուշը լանք որ երազներով չդարվինք, որովհետև հաջող նույնիսկ մարդիկ ասեն որ ամեն մարդ երազ գտեսնե ննչեցյալը, բայց ես դեռ երազ չտեսա, երազից մեծ իրեն չհանդիպեցա, գարիք չունիք հանդիպելու, դուք աղոթեցեք միայն իրեն համար կամ իրենց համար, ննչեցյալներուն համար։ Բայց ասեմ սիրելներ, որ Աստուծո արտոնությամբ սուրբերը գրնան երևիլ մարդոց երազի ջամփով կամ հրեշտակներու հետ միասին ուղագի անստաբես կրնան երևիլ, որբեսի Աստուծո գոմե բատկան փոխանցեն, եւ ադիգա գլա միայն Աստուծո արտոնությամբ, ոչ թե սուրբերուն գամքով, այլ Աստուծո արտոնությամբ։ Սուրբեր գրնան երևիլ, Աստվածամայրը գրնան երևիլ, սուրբերը գրնան երևիլ, հրեշտակները գրնան երևիլ, ինչպես որ օրինակ, եւ որ դեր Հիսուս Քրիստոս այլագերբվեցավ, իր գողքին երևցան Եղիան եւ Մովսես մարգարեները։ Եվ Հիսուսի 3 աշակերտները Պետրոսը, Հակոբոսը եւ Հովհաննեսը տեսան զանոնք։ Կամ ինչպես որ եւ Հիսուս խաչվեցավ, ուրեմն գսես սուրբ գիրքը, որ քերեզմանները բացվեցան եւ սուրբեր հարություն արին։ Հետևաբար սիրելիներ գրնան երևիլ Աստուծո արտոնությամբ սուրբերը, բայց ոչ սովորական մարդիկը։ Եվ սուրբերուն երևումը բարձաբես օգնելու համար է հավատացյալները։ Անոնց բատկան փոխանցելու համար է, խոսք մսելու համար է։ Մենք օրինակ կգարտանք հետաքրքրական է սիրելիներ 5 դագարանի մեջ, առաջին թագավորած 28-րդ գլխու մեջ, թե ինչպես առաջին թագավորը Իսրայելի Սավուղը ինք քնած ոգի, ուրեմն ոգի հարցի մոտ, վհուգի մոտ, որբեսի անոր հարցներ թե գուզեր Սամվել մարգարեն տեսներ, թե ինչ պիտելար իր վիճակը, եւ իսկապես երբ որ քնած, ուրեմն անշուշտ ասեմ որ եկեղեցու հայրերու մոտ շատ իրարու հագասող դեսություններ եւ բացատրություններ կան այս մասին, որովհետեւ երբ որ Սամվել մարգարեն հայտնվեցավ, ոմանք ասեն որ անիկա Սամվել մարգարեն չէր իրականության մեջ, այլ չար ոգի էր, որ Սամվել մարգարեին գերբարանքով ներկայացավ, ինչպես որ քիչ առաջ ասի սիրելներ, եթե
մերելները կարողանային երթալ քալ երևիլ մեզի չարվոքիներ գխապեն չարվոքիները գրնան ովևէ մեգուս ցայնով ովևէ մեգուս դեսկով երևիլ այսօր մարդիկ կսեն օրինակ դումը վարձերեն գսեն որ լսած ենք որ մեր դան այս դան մեջ նախաբես մարդը սպանված է հետևաբար անոր հոգին այս դան մեջ է այդպիսի բան չկա չար ոգին գրնա այդ մարդուն գերբարանքով այդ մարդուն ցայնով ներգանալ բացարձակ կերպով այդ հոգին մերնողի հոգին չի գրնար այստեղ դառնալ ուրեմն եկեղեցվո գարկմա հայրեր ինչպես օրինակ Սուրբ Եփրեմ Խուրին, Սուրբ Փարսեղը, Սուրբ Դերդուղյանոսը եւ Սուրբ Գրիգոր Նյուսացին շատեր գսեն որ չար ոգի է իսկ ուրիշներ գսեն որ չէ Սամվել Մարգարեն է ինչպես Սուրբ Օգոստինոս օրինակ Հուստինոս Մարդիրոսը եւ այլն որովհետեւ գսեն երբ որ ուրեմն վհուգը ուզեց գանչել իրականության մեջ վհուգը պիտի խապեր Սավուղ թագավորը եւ պիտի գանչեր չար ոգիմը իբրև թե Սամվելի հոգին է եւ խապելով Թրամ պիտի առներ բայց ինչ պատահեցավ գսե Սուրբ Գիրքի մեջ ուրեմն առաջին թագավորաց 28-րդ գլուխ գինը Սամվելը տեսնելով այս վհուգինը եւ որ Սամվելը տեսավ որ իրական Սամվել Մարգարեն եկավ մեծ ցայնով մբորած ու Սավուղին խոսեցավ ասավ ինչու զիս խապեցիր քանզի դու Սավուղն ես եւ թագավորը գարցնե որ ինչ տեսար եւ գսե որ ուրեմն մեծահասակ մարդ մտեսա որ սքեմ հակաձեր վերարգու հակաձեր եւ ուրեմն ինքն էր որ անտունտեն գելեր եւ այդ ժամանակ Սամվելը ուրեմն գխոսի Սավուղ թագավորին հետ որ ինչու զիս խանգարեցիր եւ որ գահարցնե Սավուղ որ ինչ պիտի լայն վիճակս Սամվել Մարգարեն գսե որ վաղը թուն եւ 3 սավակներդ պիտի սպաննվիկ եւ ուրեմն եւ նաեւ պիտի բարդվին Իսրայելի բանակները բղշտացիներն եւ այդպես ալ գլա ուրեմն ըսերիկը սեդեվիալն է սիրելներ որ Աստուծո արդոնությամբ միայն սուրբեր գրնան կալ այցելել երազի ջամփով դեսիլքի ջամփով կամ նույնիսկ անձնապես կամ նույնիսկ ձբդված է որ բայց բատկամները որ դիրոջ մեկը փերեն սիրելիներ հագարակ չեն Աստվածաշունչին այլ Աստուծո գամքին համացայն միան Աստծո գամքն է որ կփոխանցեն ու կմեկնին գրնան նույնիսկ բժշկություններ կդարել Աստուծո արդոնությամբ չմոռնակ ինչպես որ Կորց Կարակելոց 19-րդ գլխում մեջ 11 եւ 12 համարներում մեջ Բողոս Արաքյալի համար գսվի որ Բողոսի ցերկով բազմաթիվ արդասովոր հրաշներ կգործեր Աստված է կործողը բայց Բողոսի ցերկով մարդիկ մինչև իսկ Բողոսի քրդինկոտ թաշկինակները եւ իր կորձի հակոստերը գարնեին հիվանդներու վրա գտնեին անոնց մեջ են չար ոգիներ գելեին ու մարդիկ կբժշկվեին ուրեմն կործողը Աստված է բայց իր սուրբերու միջոցով Սիրելի եղբայրներ եւ քույրեր եզրակացնելու համար ասեմ որ մի սպասեք անպայմանորեն որ ծեր մեռած հարազատը ցեզի այցիկա գրնայս ուրեմն իր ննչելեն 40 օրերու ընթացքին ծեր երազի մեջ հանդիպի եւ այլն բայց նույնիսկ եթե զինք հիշեք ծեր երազին մեջ սիրելներ ըսկուշ եղեք որ սատանան ցեզ չխափե աղոտ գրեք անոնց համար հոգյանքից կդարեցեք բայց չինակ սատանայի խապկանքի մեջ որով չար ոգին գրնա ինքը անոր գերբարանքով ննչեցյալին գերբարանքով կալ անոր ցայնով կալ ըսկուշ եղեք ծեր միտքը չխառնագվի այլ դուք միայն աղոտքի նվիրվեցեք եւ աղոթեցեք Տիրոջ անոր հոգի խաղաղության եւ փրկության համար իսկ սուրբերու բարակային ինչպես ասի անոնք կրնան այցելել մեզի Աստուծո հրամանով շատ հազվադեպ ժամանակներու շատ հազվադեպ է հրեշտակներ կրնան հանդիպիլ սիրելներ կամ պատկան փոխանցելու համար կամ օգնելու համար մեզ ինչպես որ օրինակ Պետրոս Արաքյալի հրեշտակը հանդիպեցավ եւ կրնա սիրելիներ Աստվածամայրը հանդիպիլ եւ մեր աղոտներուն խնդրանքներուն խոսք մասել որբեսի հանգստանանք մխիտարվինք Աստված ողորմի բոլոր ննչեցյալներու հոգիներուն Աստված սիրելներ իրենց մարդկային բոլոր մեղքերը ները եւ հավիտենական ցանկին արժանացնե իր երկրորդ կալուստին եւ մեզիալ շնորհե հավատքի զորություն որբես մեր քրիստոնեական ցանկը ապրինք օրտությամբ սրբությամբ Աստուծո գամքին համացայն Աստուծո բադվիրանները գդարելով որբես երբ այս ցանկին բաժնվինք հավիտենական ցանկի մենգալ արժանելանք խունգ եւ աղոտ անոնց անթարամի շտագին
Աստված ցեզ արադաբես օրհնե, բարի եւ օրհնյալ օրցեր բոլորին։